в 1988 году нас практически оттуда выгнали. Мы приехали сюда. Եկանք այդքան վաստունքով մնացինք, շարքեցինք, անցորես մնում ենք ստեղ։ Ասենք անտարի բանով էլի, մեր տեղն էլ սենց անտար ման, տենց բանով տուրս եկանք մնացինք ստեղ։ Огород, сейчас уже мы пожилые, мне 70, жене 65, малина в основном, ну и немножко лоби, там, картошка. Для себя только, уже много, в большом объеме не можем. Հողը մշակում ենք ապրում, անասուն ենք պահում։ Ինչ օրինակ ես գյուղը օգտվում պետությունից, ոչ մի բան։ Ճանապարհները տեսել եք, չէ՞, ինչ վիճակ է, ճանապարհները մեկ, ամեն ինչը, ես գյուղում ինչ են անում, ուշադրության կենտրոնում չեն ժողովուրդը։ Տանջում ենք, չարչարվում ենք, մենք օրինակ 6 շունչ ենք։ Ես, հարսս, թորներս, ամուսինս, երկուսս էլ երկրորդ կարգի հաշմանդամ ենք։ Ինձ օրինակ չի կարելի, որ 5 րոպե գլուխս կախ աշխատեմ աշխերի տեսողության խաթրի։ Բայց ստիպված աշխատում եմ, առավոտից մինչև գիշերվա կես, որ կարանք այս երեխեքին ոտի հանենք գոնե։ Ինչ, աշխատում ես, գնում ես շուկա, չես կարում, որ կանգնես վաճառես, վերավաճառողներին ես տալիս ենք, քեզ այնց ավելի շատ օգտվում, քան թե դու։ Նույնը անասնապահությունը։ Մեկը գելնատանում, մեկը կորչում է, մեկը եսիմ ինչ, նույնն էլ էդ, ժողովուրդը էլի մնում են տուժված։ Ենքան խնդիրն ենք ոգերա, ճամպաչկա։ Дороги не важны, вот этот участок сделали до школы, от Гюрапетарана до школы сделали, ну собираются на трассу делать, не знаю, обещают. Будет, не будет, не знаю. Ինչա պետք, ամեն ինչ գյուղացուն աջակցություն, գյուղացուն ամեն, ես օրինակ խնդրել եմ, մի հատ եկեք ցույց տամ, էլի ինքնաշեն ջերմություն ենք, տղես ասարկել, պետից, հիմի պետերը պտելա, ենա կարակ նկարեք, ենքան պետությանը խնդրել եմ տարբեր կազմակերպությունների, ինչ ամեր խնդրանքը, 120 քառակուսի անդամենը, որ մի հատ ջերմոց սարքեն, մեր Եմ որ ասում եմ երեխեքին էլի տրանով պահում ենք, էլի օգտվում ենք, փող չենք տալի առնում, ինչ վատ բան ենք անում ենք, ուզում ենք աշխատենք, որ էլի հարևանին էլ ենք օգնում, են մեկը գալիս է պամիդոր, են աշխատողը որ գնում է, ցելոֆան լցնում եմ տալիս իրան ասում եմ աշխատողը, են տուրիստները թեկուզ գալիս են, էլի տննում մտեղա հետ գալիս են հավաքվում, էլի հավաքում եմ տանում ենք ասում ենք հյուրասիրվեք, ինչ վատ բան ենք անում, մենք էլ արանքում օգտվում ենք 120 քառակուսի ջերմոց է, այնքան խնդրեցինք, ոչ մեկը չաջակցեց, գյուղապետարան ենք դիմել, թեկուզ մի քիչ գումարով 500,000 գումարով որ օգնեին, էլի տղես կսարքեր, ասենք մատերիալը որ տամ, իմ տղեն կարա սարքի, կսարքեր, բայց դες տարի էլի քանդվել է, հիմա արդեն ձմեռվա սեզոնա, կանաչիներ ցանելու, ամեն ինչ անելու, մեր պարոն Փաշինյանը ասում է, որ թոշակները ավելացնում ամիս քարտը տանում ես 5,000 դրամ ավելանում է, խոսքի 5,000 էլ չի Այդ 43,000 դրամը, այդ կնիկը 5 տարի է տեղաշորի մեջ պարկած, ամպերսին է հերիքում, թե իր ադնարազվի պրոստինին է հերիքում, թե լվացքը փոշին է հերիքում, թե դեղերն է հերիքում, պլյուս դրա, որ իրան քարտային չես տալի, որ ինքը չի կարա գնա քարտային ստանա, ճիշտ է, բայց այդ ոնց եղավ, որ ավելացնում ես այն մարդկանց, որոնք որ ոտի վրա են, կոնկրետ մենք ես էլ եմ հաշմանդամ ամուսինս էլ, մենք չենք օգտվում որովհետև մեր քարտային չի։ Այդ տարիքային այդ խմբի մարդկանց է պետք որ ավելացնեն, ճիշտ է, ես ճիշտ եմ խոսում թե սխալ։ Այդ խմբի մարդիկ եթե իրավունք չունեն քարտային, իրավունք ունեն, եթե ուզում ես գնա դիմի, բայց այդ հնարավորությունը չկա։ Դու ենք ընկան ոնց ես ավելացնում։ Այդ 43,000 դրամ են կնիկը ինչ անի։ Ինչ անի։ Ճիշտ չեն անում։ Ժողովրդի մասին չեմ մտածում։ Անտարը այդ փակեցին, չեն կարում գնանք անտարից օգտվենք։ Բայց ձմռանը ոնց եք պատրաստում, ոնց եք ճարուցելու։ Դեմի տեսնենք ոնց կնենք, հասման գազի քաշին գազ վառեցեք, գազ տվեք։ Բայց գազ, ձեր տանը հիմա գազ կա։ Չէ։ Գազ գյուղում կա, բայց մենք չենք միացրել, որովհետև տունը մերը չի։ Իմ տունս վթարայինա 4-րդ կարգի աղբոց տանն մնում, դրա համար ասում եմ պիտի թույլտվություն ունի, որ գազը քաշենք։
Դե փայտով ենք ջրուցում, բայց հետո փայտն էլ արգելում են։ Газ в селе есть, мы пока не провели, вот собираемся сын отопление хочет сделать, если успеет, должен успеть. Отопление, да? Раньше дрова им были, а сейчас отопление хотим сделать. Գազ ունենք քաշած, բայց հնարավորություն չենք ունենալու, որ ջրուցումը գազով անենք, չենք կարա։ Դե որովհետև գումարը շատ է, մենք ինչ գումար ենք ստանում, որ մենք կարանք։ Իսկ չենք հասցնում լույսի փողը տանք, այս սովորական գազի փողը տանք, չենք հասցնում։ Դե տալիս են 8 կուբ էսա կտամ, 8 կուբամետր կտամ, տոմսեր են տալու, որ մարդիկ կնան։ Իսկ ում են տալիս բոլոր գյուղացիներին։ Դե իմի ասма նպաստառուներին են տալիս։ Մենք տատիկ ունենք 93 տարեկան, որ նպաստառու է։ Իսկ թվում է տոմս կտան, քանի կուբ որ վարելիք բերենք էլի։ Իսկ այնց հաթվում տենց կանան։ Դե եսի երևի 4 մոր փետ կբերենք, կհավաքենք բերենք, ջրուցենք, որովհետև ուրիշ միջոց չկա էլի։